Իսպանիայի հարավում տեղի ունեցած խոշոր անտառային հրդեհը ողբերգական հետևանքներ է ունեցել։ Անդալուսիայի շրջանում բռնկված ուժեղ հրդեհի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է առնվազն 11 մարդ, իսկ ևս 6-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Տարածաշրջանային իշխանությունների փոխանցմամբ զոհերի մարմինները հայտնաբերվել են Բեդար գյուղի տարածքում, Լոս Գալյարդոսի մերձակայքում։ Որոշ զոհեր գտնվել են իրենց մեքենաների մեջ, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, փորձել են փրկվել արագ տարածվող կրակից։ Մյուսները վերջին պահին փորձել են հեռանալ վտանգավոր գոտուց, սակայն չեն հասցրել։ Հրդեհը շատ կարճ ժամանակում ընդգրկել է մեծ տարածք, ստիպելով հարյուրավոր մարդկանց լքել իրենց տները։ Վտանգավոր իրավիճակի պատճառով փակվել են մի շարք ճանապարհներ, իսկ մոտ 1000 բնակիչ տարհանվել է անվտանգ վայրեր։ Կրակի դեմ պայքարին ներգրաված են շուրջ 150 հրշեջներ։ Գործողություններին միացել է նաև Իսպանիայի ռազմական արտակարգ իրավիճակների ստորաբաժանումը, որը հատուկ տեխնիկայի և անձնակազմի օգնությամբ փորձում է կանխել հրդեհի հետագա տարածումը։ Թեև ականատեսներից մի քանիսը ենթադրում են, որ հրդեհը կարող էր սկսվել էլեկտրահաղորդակի գծի վնասման հետևանքով, իշխանությունները դեռևս չեն հաստատել բռնկման պաշտոնական պատճառը, քննությունը շարունակվում է։ Անդալուսիայի առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարար Անտոնիո Սանսը հայտարարել է, որ հրդեհը առանձնացել է բացառիկ արագությամբ և բարդությամբ, ինչը զգալիորեն դժվարացրել է փրկարարների աշխատանքը, իսկ տարածաշրջանի ղեկավար Խունամա Մորենոն կատարվածը բնութագրել է որպես մեծ ողբերգություն։ Վիրավորներից մեկը հոսպիտալացվել է շնչառական խնդիրներով, մյուսը ստացել է այրվածքներ, իսկ ևս 4 տուժածներ բուժօգնություն են ստացել թեթև այրվածքների և ծխից առաջացած շնչառական խնդիրների պատճառով։ Մասնագետների գնահատմամբ, նման աղետների տարածմանը նպաստում է հարավային Եվրոպայում շարունակվող ծայրահեղ շոկը։ Այս ամռանը Իսպանիայի, ինչպես նաև հարևան մի շարք երկրների որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը հասել է մինչև 40-ից 42 աստիճանի, ինչի հետևանքով անտառները դարձել են առավել խոցելի նույնիսկ ամենափոքր բռնկումների նկատմամբ։ Ներկայում խոշոր անտառային հրդեհների դեմ պայքարը ընթանում է Ֆրանսիայում և Պորտուգալիայում, որտեղ հազարավոր բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը։ Փորձագետները նշում են, որ կլիմայի փոփոխությունը աստիճանաբար մեծացնում է նման աղետների հավանականությունը։ Եվրոպան շարունակում է մնալ աշխարհում ամենաարագ տաքացվող մայրցամաքներից մեկը, իսկ հաճախակի դարձած ջերմային ալիքներն ու երկարատև երաշտները ստեղծում են պայմաններ, որոնց դեպքում նույնիսկ փոքր հրդեհը կարող է շատ արագ վերածվել լայնածավալ աղետի։ Վերջին տվյալները ևս խոսուն են։ Եվրոպական անտառային հրդեհների տեղեկատվական համակարգի տվյալներով միայն անցյալ տարվա ընթացքում Իսպանիայում այրվել է շուրջ 393 հազար հեկտար տարածք, իսկ ամբողջ Եվրոպայում կրակը ոչնչացրել է ավելի քան 1 միլիոն հեկտար անտառ և բնական տարածքներ։ Սա գնահատվել է որպես վերջին տասնամյակների ամենածանր հրդեհային շրջաններից մեկը։ Իշխանությունները շարունակում են հրդեհաշիժման և որոնողափրկարարական աշխատանքները, իսկ բնակիչներին կոչ են անում խստորեն հետևել անվտանգության ցուցումներին և չվերադառնալ տարհանված տարածքներ մինչև պաշտոնական թույլտվությունը։